Ժողովուրդ ջան, հիմա ձեզ ցույց տամ մեր սագերը, երկուսը նստել են, այս մեկը ստեղ է նստել, իսկ սա առաջինը, որ նստել է, արդեն 14-րդ թորն է, այս մյուսը մի փոքր ուշ է նստել, հիմա ինչ եմ ուզում անել, ուզում եմ ձվերը ստուգել, տեսնել արդյոք սաղմ կա և եթե չկա, հանենք տակից, որպեսզի սագերը ավելի թեթև նստեն, նստելուց հետո ընդհանրապես ձվերը չեմ նայել, չգիտեմ ինչ վիճակ է, արդյոք աքլորը իր գործը արել է, աշխատել է և սաղմը կա, թե չէ, հիմա կստուգենք միասին։ Դրա համար ինձ մի հատ այսենց ֆանար է պետք ու լավ կլինի, որպեսզի սագին հեռացնենք, որպեսզի ինքը չխանգարի, տեսեք ինքը ինչ ագրեսիվ է, լույսը անջատում ենք կացարանում, որպեսզի լավ մութ լինի ու երևա ձվերը 2, 4, 6, 8, 8 ձու է, մեկը 9 հատ ենք դրել, մեկը այստեղ ինքը ջարդել է ու միանգամից տեսնում ենք առաջին ձուն սաղմ չկա։ Երկրորդի մեջ էլ չկա։ Երրորդի մեջ էլ չկա։ Չկա, ժողովուրդ ջան։ Ինձ որ նստած է, արդեն 10 օրից ավել է նստած է, պետք է որ երևար, չկա, սրանց արդեն չկա, անիմաստ, ձվերը լցրած է տակը, թեկուզ ինքը լավ փետուրը քանդել է, նստել է, բայց դե իմաստ չունի։ Ամեն դեպքում կթողեմ մի քանի օր էլ կնստի։ Սա աքլորի խնդիրն է, ժողովուրդ ջան, չեմ կարծում, որ աքլորը ուրեմն լավը չի։ Ամեն դեպքում մի քանի օր նստի, մի քանի օրից հետո էլ կստուգեմ։ Հիմա անցնենք այս մեկին, որը ավելի քան 14 օր նստել է։ Սա ձվերի մեջ արդեն պարզ պետք է երևա, քանիսն է, որ սաղմ կա և կա արդյոք թե չէ։ Սաղմ չկա։ Տեսեք չի թողում, որպեսզի ստուգեմ, ավելի լավ է իրան հանեմ, որպեսզի մեզ չխանգարի։ Չկա, ժողովուրդ ջան, անտեղի, ձևի համար գոնե մի հատի մեջ որ լինի կամ ներսում սաղմը սատկած լինի, կիմանանք, որ աքլորը աշխատել է, բայց չկա, բացարձակ սաղ դատարկ է ու անիմաստ նստած են, վաղը ևեթ երևի կհանեմ, արդեն չեմ թողի, որպեսզի նստեն անիմաստ այս ծմռանը։ Այս էլ մեր անպիտան սագերը, որ անիմաստ ժամանակ են անցկացվում ձվի վրա։ Ափսոս ես մեծ հույսեր ունեի, բայց ամեն դեպքում ինչ արած, տեսնենք ինչ կարելի է անել։ Պետք է ձվերից վերցնենք, բռները քանդենք, որպեսզի իրանք նորից միգուցե նորից զուգավորվեն, ամեն դեպքում չեն արածել, այն գոմում տակ է եղել, դրա համար սկսել են շուտացել և հետևանքը այն, որ
Ձվերը առանց սերմի են։ Նա տեսնում եք էգը ինքը շատ լավն է, թուխսը ձվերին լավ տիրություն է անում, հիմա էլ դուրս է եկել փետուրներն է թռչում, որպեսզի խոնավությունն ապահովի, բայց ձվերը փաստորեն անպիտան են։ Սաղ դու ես մեղավոր։ Անպիտան։ Տեսեք ոնց է ֆշացնում, բայց անպիտան է։ Սրանց մի քանի օր է բաց չեմ թողնում, բայց մեկը շարունակում են ածելը, ժողովուրդ ջան։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, տրամադրությունս ընկավ սագերի համար, բայց դե ինչ արած, էլի տարիներ են եղել, որ այս վիճակն է եղել, և սագերը ամեն տարի չի, որ լավ արդյունք են տալիս, չգիտեմ թե աքլորը արդեն այլևս անպիտան կլինի, ինքը հետո կսկսի նորից աշխատել, բայց դե ամեն դեպքում այսպես եղավ։ Ավերը ինչպես տեսնում ենք, շարունակում են ածել։ Հնդուշկեքն էլ արդեն 2 հատ ածում են, գոնե շուտ նստեն, հնդուշկեքը թուղս տնենք, այս տարի չեմ ուզում ինկուբատոր տնեմ, դեռ չգիտեմ, ինչ չեմ տրամադրել դնել չդնելու հարցում, այ տեսեք, սա դեռ շարունակում է իրա գարնանային կարերը։ Ձուկա, ածում են, քիչ թե շատ ածում են, շատ լավ չի, բայց դե ամեն դեպքում բաց էլ չեմ թողնում, մի հետևանքը մենա, որ քչացրել են, բայց լավ ամբողջ ձմեռ այսպես ածեցի։ Ու մեկ էլ նկատել եմ ժողովուրդ ջան, ոնց որ թե հավերը սկսել են ձու ուտել, այդքան էլ լավ չի, բայց դե բանտարկած վիճակում են, քանի օր եղանակի պատճառով բաց չեմ թողնում, դա է պատճառը, հենց բաց թողեմ, արդեն իրենք կդադարեն ձու ուտելը, մեջքների փետուրներն էլ տեսնում եք, էդ էլ կալցիի պակաս է, բանտարկած վիճակից է, դրա համար իրար կցահարում են։ Դա կարճ ժամանակում բաց թողելուց հետո արդեն վերականգնելու է։ Հա, մի ձու ես հացել գլուխներս տարար։ Սիրուն է, չէ՞ ես հավը։ Այս տարվա ճտերից է։ Այք ոնց են հավաքվել, տեսեք։ Հերթ են կանգնել, որ ուտեն։ Ամեն դեպքում ստեղինն էլ հավաքեմ, որպեսզի չուտեն։ Նաև մանրացրել են, փոքր է ձվերը, տեսեք, միջին չափի ու փոքր ձվեր են, բայց դե լավն է նա, որ ամբողջ տարի մենք ձվի խնդիր չունեցանք։ Հեսա։ Գրպանումս եմ դնում, երբեմն այդպես մոռանում ջարդում եմ, հիմա հավաքածը տանեմ, տեղավորեմ։ Այսինքն փոքր-մոքր հավիկներ են, որոնք այս տարվա ճտերն են ու գարնանը լավ կանաչ կուտեն ու կմեծանան։ Սկսել են բոլորը, գրեթե բոլորը արդեն ածում են, մի 2 հատ, որ այդպես չեն ածում։ Այ մեկը սա է, որ չի ածում, այս սևը։
Եկել մի ուրիշ սպիտակ հավ կա, ջուտ կա։ Մեկն էլ այս է, հացա ոնց որ ակլոր է։ Չէ, չէ, ակլոր չի, բայց չի հացում։ Դեռ։ Մնացածը այսպես մանր-մունր ձվեր են հացում, որոնք մենք օգտագործում ենք սննդի մեջ։ Ժողովուրդ ջան, հիմա կովերը կթելու ժամանակն է, այսօր հերթը ինձ է հասել, տնեցիք տանը չեն և ես պետք է կթեմ։ Նախ մի հատ լվացում ենք, որպեսզի կաթը մաքուր լինի։ Ու նոր կթում ենք։ Ուրեմն կով կթելը երևի 7-8-րդ դասարանից եմ սովորել։ Այն ժամանակ հավես ունեի, սիրում էի կով կթելը, հիմա ճիշտն ասած քանի որ աշխատանք ունեմ և հիմնականում զբաղված եմ լինում, ինձ չի հասնում հերթը, այսպես փորձում եմ իմ հմտությունները օգտագործել այն ժամանակ, երբ դրա կարիքը լինում է։ Մարդ ամեն բան պետք է իր կյանքի ընթացքում սովորի։ Ամեն ինչ իմանալը կյանքի տարբեր իրավիճակներում պետք է գալիս։ Հիմա այսօր հերթը հասել է ինձ ու ես եմ կթում։ Հոհա։ Երկար ժամանակա կով չեմ կթում, իմ ձեռս հետ է վարժվել։ Դրա համար այսօր նաև մի փոքր հիշենք կով կթելը։ Կովերը կթելու ենք, հորթերի կաթը տանք, կովերին կերակրենք ու վերջ։ Յուղում ապրող մարդը ամեն ինչ պիտի սովորի, ամեն գործ էլ պիտի կարողանա անելը, ոչինչ որ միշտ չի, որ կարիք է լինում, որ դա անես։ Փոքր տարիքում էլ որ սովորել եմ, միշտ չի որ կթել եմ, որովհետև ես իմ դասերն եմ ունեցել, իմ գործերը ու կթել եմ այն ժամանակ, երբ իսկ անհրաժեշտություն ա եղել։ Բայց ամեն դեպքում կով կթելը իմ սիրած գործերից մեկն է։ Այս էլ պրծանք, հորթերի կաթն էլ տանք, ձենները գլուխն են գցել։ Հիմա ժողովուրդ ջան, կաթն էլ տանք, սրանց ձեները կտրենք։ Ժամը գալիս է, ձեները գցում են գլուխները, սոված են էլի։ Հիմա տեսնեմ կարողանալու եմ նենց տան, որ մնացածը չխանգարեն։
Ձեզ էլ եմ տալու։ Գորի։ Իրար ոնց են խանգարում։ Սա քեզ էլ եմ տալիս, քո հերթն էլ է հասնելու։ Վերջացրինք։ Ժո։ Այս սրան, այս երկուսն էլ սրանց ենք տալու։ Սրանց էլ թեփ տանք։ Գլխին լցվեց։ Հավերին էլ կերակրենք ժողովուրդ ջան։ Որ այսօրվա գործը ավարտենք։ Էլի ենացել։ Մի հատ էլ բները ստուգեմ, որովհետև ուշ երեկոյան էլ ենացում։ Չէ, ես մի հատն է։ Ակլորները տեսեք ոնց են վախենում մեծ ակլորից։ Ժողովուրդ ջան, գործը պրծանք, կարտոշկան արդեն խորովել է։ Երկար ժամանակա խորոված կարտոշկա չեմ ուտում։ Սիրտս տվեց այսպես, տեսեք ոնց է լավ հավեսին խորովել է։ Սենց կլեպներով եմ ես սիրում, ժողովուրդ ջան։ Չգիտեմ դուք ոնց եք ուտում, բայց խորոված կարտոշկան այսենց կլեպներով է լավ։ Խրխրթան, մի քիչ երկար է մնացել ու լավ խրխրթան կարտոշկա է։ Դե էլ ինչ
կարտոշկա առանց յուղի, տնական յուղի համով այսենց յուղ ենք դնում, որպեսզի տակ հալի, յուղը շատ չենք դնում, ինքը խոլեստերին է, ու այսպես աղը խորովելուց արել էի, բայց որպեսզի համով լինի։ Կարտոշկի հետ մեկ էլ լավ թթուն է գնում, ժողովուրդ ջան։ Մեր ամառվա աճեցրած ու փակած այ վարունգի թթուն իսկական այս կարտոշկի հետ կգնա։ Սա իմ այսօրվա գյուղի համով ուտելիքը, ժողովուրդ ջան։ Իսկ դուք լավ եղեք, մինչ նոր հանդիպում։